Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող գյումրեցի ակտիվիստների կողմից իշխանություններին տրված վերջնաժամկետը 3 լրացավ։ Ակտիվիստները պահանջում էին կարճել Կարեն Պետրոսյանի դեմ խուլիգանության հատկանիշով հարուցված քրեական գործը։ Այս պահին գործը դեռևս կարճված չէ, սակայն ակտիվիստների խոստացված անհնազանդության ակցիաներն էլ տեղի չեն ունենում։ Այսօր նրանք հայտարարություն տարածեցին այն մասին, որ Կարեն Պետրոսյանի շահերի պաշտպանը իրավական գործընթաց է սկսել նախաքննական մարմնի կողմից իրենց միջնորդությունների մերժումը բողոքարկելով արդեն Շիրակի մարզի դատախազություն։ Փաստաբան Արամայիս Հայրապետյանը ասում է, որ իրենց չի տրամադրվում Կարեն Պետրոսյանին բերման ենթարկելու որոշման արձանագրությունը, չեն ծանոթացնում մեղադրանքի փաստական հիմքերին եւ առերեսումների ժամանակ գրանցված ցուցմունքներին։ Տեղեկատվական բլոկադայի մեջ ենք, ասում է Պետրոսյանի շահերի պաշտպանը։ Նախաքննության գաղտնիության անվան տակ չի կարելի կամայականություն իրականացնել։ Մեր կարծիքով նախաքննական մարմինը ոչ իրավաչափորեն ներկա փուլում սահմանափակում է մեր իրավունքները պաշտպանություն իրականացնելու։ Շիրակի մարզի դատախազ Ռաֆի Ասլանյանը Ազատությանը փոխանցեց, որ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ արդեն կայացվել են համապատասխան որոշումներ, որոնք ուղարկվել են կողմերին։ Արամայիս Հայրապետյանն ասում է, որ եթե դատախազությունը եւս իրենց հարցին դրականորեն չարձագանքի, հարցը կվիճարկի դատարանում։ Եթե պատասխանները գոհացնող չեղան, որտեղ մենք գտնում ենք, որ մեր պարաժները միանշանակ իրավաչափ են, մենք ունենք բոլոր հիմքերը այդ դատախազության որոշումները բողոքարկել նաև դատական կարգով։ Դատախազության պատասխանին սպասում են նաև ակտիվիստները։ Ղարիբ Հարությունյանն ասում է, որ եթե իրենց միջնորդությունները մերժվեն, 10 օրից փողոց դուրս կգան, իսկ բավարարման դեպքում եթե դրական պատասխանը հետևյալն է, մեր պահանջը մնում է նույնը, այդ միջնորդություններն էլ եւ ամբողջ իրավական գործընթացը, ինչպես նաև քաղաքացիական, բարոյական ուղղված են ուրեմն Կարեն Պետրոսյանի նկատմամբ շինծու մեղադրանքը կարճելուն։ Եթե նմանատիպ որոշում է կայացվում, բնականաբար այդ ուղղությամբ մենք աշխատանքներ չենք իրականացնի, գործողություններ չենք իրականացնի, բայց մենք մեր գործողությունները կիրականացնենք մեր մյուս պահանջի մասով։ Ակտիվիստների մյուս պահանջը ոստիկանների գործողություններին է վերաբերում։ Վերջիններս հունիսի 23-ին նստացույցի մասնակից 13 ակտիվիստներին բերման ենթարկելու ժամանակ բռնություններ էին գործադրել նրանց նկատմամբ։ Դրա վրա աչք են փակում, ասում են ակտիվիստներն ու հավելում, Հայաստանի ոստիկանապետը երևանցի կարկազանց ոստիկաններին կարգապահական տուժի ենթարկեց, իսկ ահա գյումրեցի ոստիկանները մնացին անպատիժ։ Հիմա պահանջում են, որ ուղղվի այդ սխալը եւ Գյումրիի ոստիկաններին եւս պատժեն։ Մենք կոչ ենք արել նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին նմանատիպ, ուրեմն գործելակերպ ունեցող ոստիկանների նկատմամբ կամ հրաման արձակողների, եթե այդպիսին առկա են, արձակողների նկատմամբ որոշակի քայլեր իրականացնել։ Ինչպես նախկինում մենք մեր հայտարարություններում ասել ենք, այդ քայլերը կարող են լինել նույն, ասենք, ոստիկանապետի որտեղ գրած այդ քաղաքականությունը ներողություն խնդրելու, կարող է տարածվել նաև ինչու՞ չէ մարզային ոստիկանապետի վրա, եւ եթե նմանատիպ արարքների համար ինքը հանրային ներողություն է խնդրում, մեզ դա բավարարում է։ Մայրաքաղաքից 120 կիլոմետր հեռավորությունն ըստ ակտիվիստների ոստիկանապետի համար չպիտի տեղեկատվական եւ մասնագիտական անջրպետ հանդիսանա եւ դրա համար կողմնակալ որոշումներ կայացվեն։